հանդիպել, ում նախաձեռնությամբ է հանդիպում է եղել եւ արդյոք սա նախապատրաստական հանդիպում էր նախապատրաստելու, այսինքն վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, որովհետեւ այդ հանդիպման մասին չհերկված տեղեկություններ կան։ Ընդհանրապես վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում են կամ հայտնում է դրանց մասին կառավարությունն է եւ սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես որևէ բան չեմ կարող ասել, երբ որ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի։ Փոխարգոսնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էլ դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակն է։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասին էր, այսինքն կոնկրետ օրակարգը որն է կա։ Արտգործնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս փուլում։ Պարոն Ռուբինյան, այսինքն Էրդողան Փաշինյան հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա պայմանավորվածություն։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում է։ Իսկ դուք հանդիպում ունենալու եք ձեր թուրք գործընկերով։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպան չկա։ Իսկ սահմաններն ինչ եղավ երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդից չեն հրավիրում պայմանավորված է Իրանի հետ կապված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ չեն հրավիրում։ Հրավիրվել են։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ընդհանրապես տարբեր ֆորմատներ ունի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունը այն է, թե արդյոք Հայաստանի կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, ունի տարբեր սցենարներ, այո, այո։ Իսկ ինչ ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Դա ակնհայտ է, այսինքն մեր հարևան մասին մի քիչ ավելի ռեալ, ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել ձեր կարծիքով։ Տեսեք, երբ որ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը եւ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես հիմա չեմ կարծում, որ պիտի մենք խոսենք այս սցենարներից, որովհետեւ իմաստ չունի, հիմա սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարներ։ Ադրբեջանից ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Ընդհանրապես, կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Պարոն Ռուբինյան, վարչապետը։ Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթ։ Վարչապետը երկու շաբաթ անընդմեջ խոսեց կաթողիկոսի մասին։ Պարոն Ռուբինյան, տեսեք, հիմա իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված է հայկական մեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են, նիստ անվտանգության կազմը քննարկել է կամ եղել են այդ գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրներին հիմա բախվում բեռնատարները Իրանի սահմանին։ Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում այս իրավիճակում պայմանավորված, հիմա ինչու են խնդիրների առաջ ընտրվողները բեռնատարները հայ-իրանական սահմանը։ Արկելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում, էլի, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր։ Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Ո՞ր խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ, պարոն։ Որտե՞ղ։ Հայ-իրանական սահմանը։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն ասում։ Դե են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Պարոն վարչապետ Փաշինյանը հրավեր էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրակերպարարության հիմնադիրը լինելով
կապված ու երկրորդել եք դրան համեմատելով Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 90-90 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ։ Արդյոք այդ ընտրակեղծարարության, իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ, ընտրակեղծարարների հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանի Լևոն Զուրաբյանի հետ համատել եք երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանը։ Բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանը։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, հա, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնել է պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մասը եղել է ընտրակեղծարար, ձայն Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք, խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրակեղծարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ձեզ ասացի, եթե հարցը հետեւյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ձեզ ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտել։ Նա հայազգային կոնգրեսից է ընտրվել պատգամավոր։ Ձեր հայրը 2008-ին էլ է էլի այդ Ես եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Նիկոլ ընտրակեղծարարի կողքն եք կանգնել ավարտում հայը։ Ես էլ եմ 2000 թվականների ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ է դրել նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։ Ավարտեցի 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Իսկ ազգակործան պատուհացներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղումանում, ինքն էր ասել ազգակործան պատուհացներից պիտի ազատվել, թե չէ։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Ձեր մանկությունը պարոն Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների Լևոն Զուրաբյանի Չէ, բացարձակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հիսուս Քրիստոս, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Մանկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն Շնաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը չէիք դուք բռնկվել։ Շնաբերան Չեմ հասկանում։ Շնկոնակել Փաշինյանն է։ Չէ, առհասարակ երևի։ Բան Որովհետև հենց իր հարցազրույցից հետո ասել հալա Առնում եք երևի։ Հա։ Ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամ եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյան ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակել է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցը, հիմա դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանին։ Հարց եմ տալիս, ասում եմ ինչպես են ապացուցելու իրենց ասած։ Չգիտեմ, դատի է տվել, թող դատը գնա, չի հարցը։ Պարոն Ռուբինյան, կաթողիկոսի հետ կապված վարչապետը երկու շաբաթ անընդմեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից
դուրս բերելու գործընթացով, նաև նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգևորականները Հայաստանում, Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին բեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Եվ հանձնախմբի մասին է խոսքում, ձևավորվել արդյունքում հանձնախումբ։ Բեհարանից հանել արտադրություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց խոսքը նրան ֆիզիկապես բեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբան։ Իրենք բառի մասին է։ Որովհետև բացատրեմ։ Մտնում եք անձնական դաշտ, եւ իշխանությունների կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց փորձ եմ տալիս ընդհատել Անին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին չեմ պատասխանում։ Հայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև, տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները չիմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազան, շատ չէ սուրբ չէ, բայց հա սրբակենցա։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում է իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում, սուտ է, թող ասի սուտ է։ Բայց դուք կներեք, բայց որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն, շատ բարձր։ Բայց անձնական տվյալները քաղաքագրում, այսինքն մարդու մասին անձնական տվյալները քաղաքագրում, շանտաժ եք անում։ Ինչով ենք շանտաժ։ Ազատի հանձնախումբ ձևավորենք եւ այլն, շանտաժ եք անում։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է, ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր համանդրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ 7 տարի հետո Պաշտոնի նշանակել։ Մի վարքյան։ Վարչապետը տերոր է անում, ոնց է դա արտահայտվում։ Տեսեք, ոչ միայն վեհապարի դեմ, այլև եկեղեցու։ Իր տիկնոջ հետ է տերոր անում, Հաննա Հակոբյանի։ Ոնց է տերոր անում, բացատրում։ Առավոտից երեկո Բառը մթերք է Ինչ։ ճնշում է սրբազաններին։ Ինչով է ճնշում։ Քերակնոջներ Ինչով է ճնշում։ Հոգեբանական ցավ է Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չտիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։
Երկրորդը, ես ձեզ բոլորից հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, հա ինչ անենք։ Մի վարքյան, այստեղ խնդիրը միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը գրում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Օրինակ ով է այդ մանկապիղծ հոգևորը։ Հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է մանկապարտությունը հանցագործություն է, քննադատություն։ Ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում։ Հոգևորականներն են վարկաբերվում, կոնկրետ մանկապիղծի անուն ասեք, կոնկրետ քեռակնոջ անուն ասեք։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են հնչում։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիժ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ 7 տարի հետո եք բարձրացնում։ Մի քանի ամիս առաջ Նորոժնիկի արողությանը գնացին, դուք եւս ներկայ եք, Նիկոլ Փաշինյանը եւս։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ այդ ժամանակ այդ հարցերը Փաշազադեն Միվարկյան էլ ախր լավ է, դուք չեք հոգնել ձեր բան, Փաշազադեն խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր Միվարկյան, իսկ զուգադիպությունա որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտարապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա թողեք ավարտեն։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա Միվարկյան, ձեր ու ինքն էլ ասում, որ բանա Փաշազադեի ասացից Միվարկյան եւ Բագրատ arczepiskopos Գալստայանն էլ ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը առ կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչները 7 տարի շարունակ այդ հարցը չի տանջել իշխանությանը։ Իշխանությանը 7 տարի այս հարցը չի տանջել։ Կոնսպիրոլոգիա է, չէ՞, դե ես ես խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Հիմա բա ինչու 7 տարի Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն արել։ Իդեպ ձեզ, Իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ, բոլոր լրատվամիջոցներ, եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ Քավլիցի, եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես խնդրում եմ Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն, իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցրել, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն, եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր
վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Թեման շեղում է, հետո խեղ սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան, Մասիսի քաղաքապետին։ Խնդրում եմ այդ հարցերը կտակ։ Բայց մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադ կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Հիմա վերադարձանք Դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարություններից հետո գնացել եք Մայրաթոր, որևէ եկեղեցի տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, որևէ մեկը հասարակ քաղաքացի վեհապարին հարցեր ուղղում։ Միայն Փաշինյանն ու իր տիկինները։ Բայց ես շատ ուրախ եմ, որ հոսք կա դեպի Մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Հասկանում եք։ Կապ ուներ Ուր։ Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչները դուք գնում եք պատարակի ամեն օր։ Ամեն օր չեմ գնում, բայց պատարակները Ամեն պատարակի գնում եք։ Լավ մի բան ձեզ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք, չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք գնում։ Չէ, դուք ասում եք ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Գնում եք օրինակ ժամանակ, երբ որ քաղաքը Իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում։ Մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ինքը մյուս եկեղեցի ա գնացել։ Նկատի ունեմ, գնացել ա ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Ռիփսիմե եկեղեցի։ Կարող է։ Լավ, Ռուբինյանը Կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնը եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ ցանկություն է։ Եթե չհետևի չանսա վարչապետի հորդորին վեհապարտել։ Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է։ Կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասացի իմ դիրքորոշումը, որ նա իմ դիրքորոշումը հետևյալն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին, եւ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի։ Որտեղ է տեղավորվել, որ այդ հասկացել են հետևում է եկեղեցականներին հետ թեմային ինչպես կարձագանք է։ Ասում եք, որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգով։ Այսինքն ինքը հանելու է կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ հարցնում։ Կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորդ շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի չեք ասում, որ չէ, այդպես չի։ Դա ձեզ համար է օրակարգ, քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի, պայմանավորված նաև Իրանում տեղ ունեցած իրադարձություններով, քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել, այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը, կարող եք ինձ բացատրել, ինչի եք բոլորը դրա մասին հարցեր տալիս։ Ինչի եք ինձ հարց տալիս դրա մասին։ Որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած մտքերի Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Բոլոր ինստիտուտները ոչնչացնելով գնում։ Լսում եմ, ես համբերատար լսել եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքան, էլի, դուք ասում եք հարության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք։ Չտակ ժողովուրդ ջան, դի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան, ինչ ասեցիք, ասեմ, այդ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարն է։ Լրատվամիջոցները ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական։ Ուրեմն դուք եք։ Իսկ իդեպ ով ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։
Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Կարող են հարցում ուղարկել եւ բայց ի՞նչն է ձեզ խանգարում որ հիմա։ Խնդրում եմ ինձ ասեք, New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ քաղաքացիները, իմ ընկերները, քաղաքացիները, իմ ընտանիքը։ Այդ հիմա մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր ընկերները, քաղաքացիները եւ իմ ընտանիքը բաց են։ Որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր Հարցում արեք գրավոր կուղարկեմ։ Համարում որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է որ լրատվամիջոցները հաշվետվություն են։ Դարձեք օրակարգ։ Ոնց է վարչապետը կաթողիկոսին այդ հանձնախումբը ինչ է անել։ Այդ հանձնախումբը ինքը ասում հանդես է ենթադրում հայտարարություններով կամ մշակի գործով։ 18 թվականի նմանատիպ ծրագիր 18-19 թվականի տապալը։ Ես առաջարկում եմ, այսպես այն, ես կսկսեմ հիմա այսքան պատասխանեցի ձեր հարցերին, հենց որ ասեք ինձ ովքեր են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցները, նորից կսկսեմ ձեզ։ Օրինակ տեսեք, գիտեմ ասի, դա դու գիտեմ ով է ֆինանսավորում։ Ազատության Այո, բաց է։ Հա, դրամաշնորներով է հիմնականում բաց հասարակությունների հիմնադրամից ազատությունը ընտանիքն է, եթե չտեսնում ես եմ իմ դրամը։ Չէ, իմ ասած բաց հասարակությունների հիմնադրամը ուրիշ բան է։ Հա, այսպես ֆինանսավորման թեման դարձավ։ Կառավարությունը ֆինանսավորում է, կրթվելը նորաձև է շարժումը, բայց ասում է, որ պետական գաղտնիք է վարչապետի աշխատակազմը, չեմ ասի, հարկատու, որ ասում են քո գրպանից պետք բյուջե դնելը քո մյուս գրպանն է, հիմա այդ մարդու գրպանից փող են ծախսել եւ չեն ասում ինչ կան են ծախսել, սա ձեզ համար մտահոգիչ է թե ոչ։ Քանի որ մանրամասներին ձեր բացասած թեմայի տեղյակ չեն, կարող ենք այսպես անել, կամ դուք կառավարության ներկայացուցիչ հարցը տաք, կամ ես հաջորդ ձեր շփման ընթացքում արդեն մանրամասների տեղյակ ունեմ։ Պարոն Ռուբինյան, հարությունը այնուամենայնիվ թե Հայաստանի Հանրապետության վարչապետը գրառումը կատարել է, մինչ օրս հետաքրքրական ով է այս ով է քերին, ով է քերին։ Բայց տեսնում եք, ախր հանրությունը չի հետաքրքրվում։ Հետաքրքրվում է, հետաքրքրվում։ Չէ, դա մեզ էլ է հետաքրքրում, որտեղ հանցանք, տեսեք, օրինակ երկրը ազանը, քերին, քերուկինը։ Կամ ով է մանկապիղծը, ամենակարևորը, ով է մանկապիղծը, որտեղ դա հանցագործության մասին հաղորդում է։ Օրինակ ես կարծում եմ, որ հանրությանը պետք է հետաքրքրի կամ նույնիսկ հետաքրքրում է ոչ թե ով է այս մեկը, կրկնում եմ քերակինը կամ մյուսը, որովհետև մեղք չունեն հանգիստ թողեք այդ մարդը։ Հանրությանը հետաքրքրում է հետևյալ հարցը։ Այս մարդիկ, որ ասում են, ես սրբազան եմ, որ ասում են Աստված պահապան, որին պետք է ասել Աստված օգնական։ Իրենց ուխտը պահել են, թե չէ։ Բայց կոնկրետ անուն ասեք, ոչ թե ընդհանրապես։ Իդեպ մի բան էլ ասեմ ձեզ, էլի։ Քանի որ էլի կրկին անաչառ լրատվամիջոցներ, բաց եւ թափանցիկ, անի դեպքում դեռ կպարզեն թափանցիկ, թե չէ, բայց հնարավորություն տրված է արձելու։ Խնդրում եմ հարցնել այն բոլոր եկեղեցականներին, որոնք ասում են ընդդիմադիր եկեղեցականներին, որոնք ասում են կառավարությունը կամ իշխանությունը սահմանադրական կարգն է ուզում տապալել կամ քաղաքական գործունեություն հարցրեք։ Երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հրապարակավ ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան, մի երկու հատ դու քեզ հավատարիմ գեներալ չունես հիմա ռազմական հեղաշրջում անել»։ Հետո էլ ասում է, ես հիմա էլ եմ կարծում, որ ռազմական հեղաշրջում է պետք անել։ Հարցրեք, արդյոք սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է արել, բացի դրանից, եթե պատասխանը հնչի դե որ դա իր անձնական կարծիքն է, խնդրում եմ էլի եկեղեցական ղեկավարությանը հարցնել։ Մի վարքյան, դուք ձեր ֆինանսավորման աղբյուրների կասեք։ Դե բան եմ ասում մի անգամ։ Հարցրեք, արդյոք եթե իրենք ասեն իր անձնական կարծիքն է, ինչու չեն դատապարտում այդ անձնական կարծիքը, որտեղ ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու այլ arczepiskoposներ կարծիք են հայտնել, վերջերս կարծեմ Վազգեն Սրբազանն էր ինչ որ բաներ ասել, հայտարարություն արեցին հայ առաքելական եկեղեցու անունից, ասեցին մենք չենք կիսում իր արտահայտած կարծիքը։ Հիմա ես կարող եմ եզրակացնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որ չի արել հայտարարություն ու չի ասել, որ մենք չենք կիսում Միքայել Աջապահյանի, Միքայել arczepiskopos Երաշնորհ Տեր Աջապահյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Խնդրում եմ տվեք այդ հարցը ու հաջորդ անգամ նորից